Ողջույն բոլորիդ։ Սա մեր ալիքում նոր ձևաչափ է։ Խորքային քննարկումներ ենք անելու, այն թեմաներով, որոնք տեսանյութերում երբեմն չենք հասցնում ամբողջությամբ բացել։ Այստեղ ավելի մանրամասն կխոսանք, կփորձենք հասկանալ բարդ բաների էությունը։ Եվ այսպես, մեր առաջին զրույցի թեման սուպեր համակարգիչներն են։ Հա, երևի լսել եք, չէ, որ Հայաստանի կառավարությունը վերջերս ձեռք է բերել նման մի սարք։ Շատ է խոսվում, բայց եկեք հասկանանք, ինչ է դա իրականում, ինչի համար է պետք։ Լավ, սկսենք հենց սկզբից։ Ինչ բան է սուպեր համակարգիչը։ Այն սովորական, հզոր համակարգչից, որը գուցե ձեր սեղանին է, ինչով է տարբերվում։ Դե, պարզ որ ասենք, սուպեր համակարգիչը հսկայական հաշվողական հզորությամբ մեքենա է։ Շատ ավելի հզոր։ Եթե ձեր համակարգչի արագությունը, ասենք, չափվում է մի փսով, միլիոն հրահանգ վայրկյանում, ապա սուպեր համակարգիչների դեպքում խոսքը ֆլոպսի մասին է, այսինքն լողացող ստորակետով գործողություն վայրկյանում։ Սա կարևոր է, որովհետև հենց ֆլոպսն է չափում բարդ մաթեմատիկական հաշվարկների արագությունը։ Գիտական մոդելավորման համար հենց դա է պետք, որ մասշտաբը պատկերացնեք, դե ժամանակակից հզոր համակարգիչը, ասենք սեղանի, կարող է հասնել հարյուրավոր գիգաֆլոպսերի, միլիարդավոր գործողություն, կամ տասնյակ տերաֆլոպսերի, տրիլիոնավոր, բայց աշխարհի ամենահզորներից մեկը, օրինակ ճապոնական ֆուգակուն, դա մոտենում է էկզաֆլոպսին։ Էկզաֆլոպսը դա 10-18 աստիճանն է։ Անհավանական թիվ է։ Հա, այսինքն մեկ այդպիսի մեքենան կարող է լինել դե մոտ 100 միլիոն անգամ ավելի հզոր, քան ձեր տանը համակարգիչը։ Պատկերացրեք մի խնդիր կա, որ ձեր համակարգիչը մի տարում կլուծի։ Դե, ֆուգակուն տեսականորեն դա կարող է անել 20 վայրկյանից էլ քիչ ժամանակում։ 100 միլիոն անգամ։ Ուրեմն սա ուղղակի շատ պրոցեսորներ իրար միացնել չի։ Ոնց են սարքում այս հրեշներին։ Ըստ էության, հա, բայց շատ ավելի բարդ է։ Ժամանակակից սուպեր համակարգիչները դե հիմնականում կլաստերներ են։ Պատկերացրեք հազարավոր առանձին համակարգիչներ, հանգույցներ, սերվերներ, որոնք միացված են իրար, գերարագ ցանցով, ու այդ հանգույցներում աշխատում են ոչ միայն սովորական CPU-ները, կենտրոնական պրոցեսորները, Համակարգչի ուղեղը, այո, այլև հաճախ հազարավոր գրաֆիկական պրոցեսորներ, GPU-ներ։ Այդ GPU-ները, որոնք դե սկզբում խաղերի համար էին ստեղծվել, պարզվեց անչափ արդյունավետ են գիտության մեջ։ Դրանք կարող են միաժամանակ կատարել հազարավոր, ասենք, համեմատաբար պարզ հաշվարկներ։ Ու դա ուղղակի կատարյալ է այնպիսի բաների համար, ինչպես օրինակ մոլեկուլների փոխազդեցության սիմուլյացիան է կամ արհեստական բանականության մոդելների մարզումը։ Բայց շատ կարևոր է նաև այդ հազարավոր հանգույցների միջև կապը։ Հա, ոնց են իրար հետ խոսում այդքան շատ սերվերներ։ Ճիշտ է։ Եթե ոնց որ հազարավոր մարդ փորձի միաժամանակ մի զրույց վարել, սովորական ցանցը նման կլինի մարդաշատ սենյակում բղավելուն։ Ինֆորմացիան կհասնի, բայց ուշացումով։ Իսկ սուպեր համակարգիչներին պետք է հատուկ տեխնոլոգիա, օրինակ InfiniBand։ Սա նման է դե յուրաքանչյուր մասնակցի համար առանձին գերարագ կոնֆերանս կապի, ապահովում է շատ ցածր հապաղում, որպեսզի բոլոր մասերը կարողանան արդյունավետորեն միասին աշխատել միևնույն խնդրի վրա։ Եվ իհարկե հովացումը, դա հսկայական խնդիր է։ Հա, այդքան հզորությունը պիտի որ շատ տաքանա։ Շատ։ Այս մեքենաները սպառում են մեգավատներով էլեկտրաէներգիա։ Համեմատելի ասենք մի քանի տասնյակ հազար թեյնիկի միաժամանակի աշխատանքի հետ։ Եվ այդ ամբողջ էներգիան դառնում է ջերմություն ու հաճախ օգտագործվում է ջրային հովացում, երբ ջուրը խողովակներով հասցվում է անմիջապես տաքացող մասերին, պրոցեսորներին, GPU-ներին։ Լավ, իսկ ինչի համար են այսքան բարդ ու երևի թանկարժեք մեքենաներն օգտագործվում։ Եթե ոչ խաղ խաղալու կամ կրիպտո մայնինգ անելու համար, թե դա էլ է լինում։ Դե տեխնիկապես մայնինգ կարելի է անել, բայց իմաստ չունի։ Էլեկտրաէներգիայի ծախսը ուղղակի աստղաբաշխական է, ձեռնտու չի։ Սուպեր համակարգիչների հիմնական դաշտը գիտությունն ու ինժեներիան են։ Դրանք թույլ են տալիս ստեղծել իրականության թվային երկրորյակներ, այսինքն մոդելավորում եւ սիմուլյացիա են անում շատ բարդ խնդիրներ։ Օրինակ եղանակի կանխատեսումը։ Այն ճշգրտությունը, որին մենք սովորենք, դա անհնար կլիներ առանց սուպեր համակարգիչների։ Դրանք մշակում են մթնոլորտի մասին հսկայական տվյալներ, նաև կլիմայի փոփոխության հետազոտություններ,
նոր դեղամիջոցների ստեղծումը։ Մոդելավորում են ինչպես են միլիոնավոր պոտենցիալ դեղերի մոլեկուլները փոխազդում, ասենք, վիրուսի հետ, կամ ինքնաթիռների, մեքենաների աերոդինամիկայի հաշվարկ, ավտովթարների սիմուլյացիա։ Հա, երևի ավելի էժան է, քան իրական մեքենա ջարդելը։ Շատ ավելի էժան ու շատ ավելի տեղեկատվական։ Դու կարող ես հազարավոր սցենարներ փորձարկել։ Նույնիսկ տիեզերքի էվոլյուցիայի մոդելավորում են անում, կամ բարդ ծածկագրերի վերցանում։ Այսինքն, այն դեղերը, որ դուք օգտագործում եք, կամ ձեր մեքենայի անվտանգությունը, այս ամենի հետևում հաճախ սուպեր համակարգիչներն են կանգնած։ Այսինքն մենք անընդհատ բախվում ենք, հա, ինչ-որ հաշվողական սահմանների, ու սուպերհամակարգիչները մեր գործիքն են այդ պատերը հաղթահարելու համար։ Սա օգնում է հասկանալ, թե ինչու է, օրինակ, Հայաստանի համար նման գործիք ունենալը կարևոր, հետազոտությունների տեխնոլոգիական զարգացման համար։ Ճիշտ այդպես է։ Դրանք ուղղակի արագացնում են գիտական հայտնագործությունները, տեխնոլոգիական առաջընթացը, բայց պետք է հասկանանք, դրանք ամենակարող մեքենաներ չեն, էլի։ Դրանք բարձր մասնագիտացված գործիքներ են։ Հա, այսինքն ամեն խնդրի համար չեն։ Ոչ։ Օրինակ, GPU-ների օգտագործումը արդյունավետ է միայն որոշակի տիպի խնդիրների դեպքում։ Եվ ամենակարևորը, ծրագրերը պետք է հատուկ գրվեն։ Հենց կոնկրետ սուպեր համակարգչի կառուցվածքի համար, որ կարողանաս օգտագործել դրա զուգահեռ հաշվարկների ողջ հզորությունը։ Այսինքն մեքենան ունենալը միայն առաջին քայլն է։ Պետք են նաև մասնագետներ, պետք են խնդիրներ, որոնք պետք է լուծել։ Հասկանալի է։ Դե եթե ամփոփենք, սուպերհամակարգիչները գերհզոր, շատ բարդ ու դե թանկարժեք հաշվողական կլաստերներ են։ Օգտագործում են հազարավոր CPU-ներ, հաճախ GPU-ներ, միացված են գերարագ ցանցերով, պահանջում են հսկայական էներգիա ու բարդ հովացում։ Ու դրանք անփոխարինելի գործիքներ են ժամանակակից գիտության, տեխնիկայի համար։ Լուծում են ամենաբարդ մոդելավորման խնդիրները՝ եղանակի կանխատեսումից մինչև դեղերի ստեղծում։ Հա։ Եվ վերջում մի հարց ձեզ, մեր ունկնդիրներին։ Թեև դե ամբողջ տիեզերքը մոլեկուլների մակարդակով մոդելավորելը գուցե անհնար է, բայց պատկերացրեք, ունեք մեկ օր։ Անսահմանափակ հասանելիություն աշխարհի ամենահզոր սուպերհամակարգչին։ Ինչ համամոլորակային գլոբալ խնդիր կփորձեիք լուծել դրա միջոցով։ Ձեր մտքերը գրեք մեկնաբանություններում, նաև թեմաներ, որոնք կուզենայիք լսել մեր հաջորդ խորքային քննարկումներում։ Շնորհակալություն ուշադրության համար։